Պարոն Դանիելյան, Մայրաթոռը հայտարարեց, որ եպիսկոպոսաց ժողովը հետաձգվում է, իշխանականներն ասում են, որ Գարեգին II կաթողիկոսը չունի իշխանություն այլևս եւ չի կարողանում ժողով գումարել, դուք ինչպես կմեկնաբանեք։ Ինչ նշանակում իշխանություն չունի։ Կարակ պարզաբանեք, որ նա այդ իշխանությունը գրառումների ասում են, որ չի տիրապետում իրավիճակին, իր վերահսկողությունից դուրս է եկել եւ հիմա ժողովները տապալվում են։ Մենք սրանից առաջ ինչից ենք խոսում, հարգելի Նարեկ։ Ձեզ հետաքրիր է, այսինքն այդ մարդկանց նկատմամբ ճնշումա գործադրվում թե չէ։ Ձեզ հետաքրիր չի, օրինակ քահանաների նկատմամբ օրինակ ԱԱԾ-ն կոնկրետ հորդորներ է, ասես մեղմ ասած հորդորներ է իրականացնում։ Կներեք, բայց այդ հարցը ես եմ տվել։ Ես եմ այդ թեման զարգացնում։ Ես տպավորություն չեմ ստեղծում, հանգիստ հանդարտ եղեք, ես տպավորություն չեմ ստեղծում, ես ուզում եմ տրամաբանորեն գանք հասնենք ընկետին, թե ինչա տեղի ունեցել։ Տեղի ունեցել հետևյալը. կոնկրետ ուժային կառույցները ներգործություն են ցուցաբերում անգամ քահանաների եւ բարձրաստիճան հոգեվորականների նկատմամբ։ Սա ինձ համար ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անենք։ Վաղը ինչ իրենք կասեն, ինձ հետաքրքիր չի իրենց ասածը։ Ինձ հետաքրքիր են փաստերը, իսկ փաստերը ցույց են տալիս, որ կոնկրետ ուժային կառույցների մեթոդով ներգործություն է տեղի ունենում եկեղեցու ներքին գործերին։ Էտա փաստը ռեալ հոգետնի վրա, փաստը դա է։ Այն մնացածը դա եկեղեցու ներքին գործերն է, բայց այն որ այս մարդը արդեն միջամտում է, դա անարարկելի փաստ է։